Բարև ձեզ, իմ անունը Արմանն է, YouTube-ի օգտատերերից մեկը ինձ հարցնում էր. վթարված մեքենան վերանորոգելու համար արժի պայստամասերը գնել Վրաստանից, թե ոչ։ Ուրեմն ասում եմ, 99% դեպքերում Վրաստանից գնել չարժի։ Ինչի։ Առաջինը Վրաստան գնալ գալը կապված է ծախսերի հետ։ Մեքենայի վառելիք, այն մեքենայով, որով պետք է գնաք, պետք է այդ մեքենան Վրաստանում ապահովագրեք, մեկ էլ եթե չեք ուզում շատ հոգնեք, այսինքն գիշերը քշեք գնաք, առավոտը ձեր առևտուրը անեք ու հետ գաք, պետք է մի գիշեր գոնե մնաք հյուրանոցում կամ շատ հոգնեք։ Այդ գնալ գալու ծախսը առաջին պատճառը, որ չարժի ընդեղից առնել։ Երկրորդը նորմալ ժամերի, երբ որ շուկաները աշխատում է, շուկաների մոտ կա պարկինգի խնդիր։ Այսինքն կամ երկրորդ գիծ պետքա կանգնեք, որ կարող է պատրուլը տու գանի, կամ էլ հեռու պետքա կանգնեք շուկայից, մեքենայի գնաց մասերը շատ դժվարությամբ տանեք, հասցնեք ձեր մեքենայի մոտ, որով գնացել եք Վրաստան։ Այդ պարկինգի խնդիրն է։ Երրորդ պատճառը Վրաստանի շուկաներում հիմնականում Mercedes-ի բոլոր մոդելների պայստամասերն է, հիմնականում բոլոր, մեկ էլ 70 կուզով Camry-ի պայստամասերը։ Եթե ձեր մեքենան ուրիշ մոդել է, այնտեղ մասերը կճարեք շատ դժվար կամ կարող է չճարեք։ Չորրորդ պատճառը գները շատ չնչին է տարբերվում, իսկ որոշ դեպքերում նույնն է կամ ավելի թանկ։ Այդ չորրորդ պատճառը։ Հինգը դուք խոսալու եք այնտեղ ռուսերեն, լեզու չգիտեք, կայքերից օգտվել չգիտեք, վրացերեն չգիտեք, այսինքն եթե վրացին այդ մասը կգտնի արագոեժան, դուք կամ չեք գտնի Վրաստանում, կամ կգտնեք ուշ ու թանկ։ Վեցը մասեր կան, որոնք պետք է տեղադրվի մեքենայի վրա ու փորձվի։ Բայց էդ էլ է դժվարություն Վրաստանում, եթե ստեքանդողին կարաք ասեք նշան արա, փորձեմ հետ բերեմ բան, այնտեղ դա կամ հնարավոր չի անել, կամ շատ դժվար է։ Կարող է մասը բերեք հասցնեք տեղ, տնեք չաշխատի։ Այսինքն նորից դժվարություն, նորից հետ գնալ, այնտեղ կարող է հետ վերցնեն, չվերցնեն, այդ 6-րդ խնդիրն է։ Ու 7-րդ պատճառը, եթե մասերը շատ լինի, կարող է մաքսատանը առաջարկեն մաքսազերծել, կարող է եւ չառաջարկեն, բայց ինչ որտեղ դա էլ է խնդիր, քանի որ այդ մասերը թանկ արժեն։ Դրա համար ես մեքենայի վերանորոգման համար մասերը գնել Վրաստանից խորհուրդ չեմ տալի, այսքանը ստեսություն։